Սիրելիներս, ողջունում եմ ձեզ իմ ալիքում, ձեզ հետ ձեր սիրելի խորհրդատունը իր փոքրիկ պատվերով ջարդակուրտները սկսել են, իմ պատվերները դարձել են բավականին ձանձրալի, քանի որ ոչ ես եմ դուրս գալիս, ոչ երևի թե պատվիրատուներս եւ ոչ մի հետաքրքիր բան չենք պատվիրում, բայց քանի որ մոտենում է սեպտեմբերը, ես ուզում եմ կամաց պատրաստվել եւ մի քանի հետաքրքիր բան եմ ես անգամ վերցրել, որը հեսա միասին կնայենք։ Ինչ սկսենք, որտեղից սկսենք, հետաքրքիրներից թե անհետաքրքիրներից, եկեք սկսենք անհետաքրքիրներից, հետո կանցնենք հետաքրքիրներին, ունեմ այսպիսի պատվեր, ինձ ընկել բավականին լավն է ու կարծես թե դուրս է գալիս արտադրությունից, 77-21 է արտիկուլը, հետաքրքիր է, եթե խորհրդատու եք, կարող եք 70% զեղչերի մեջ փնտրել, այսպիսի հոտազերծիչ օճառներ խոհանոցի համար, որոնք նախատեսված են ինչպես ձեռքից, այնպես էլ սպասքից հոտը հեռացնելու համար, հիանալի միջոցներ են, իմ նախորդ գրումների մեջ եւս տեսակ, դեպանտենոլով են եւ փափկեցնում են նաեւ ձեռքերը, մանդարինով եւ ներոլիով, 3225 մանդարինի կոդն է եւ 3223 նռան կոդը, շատ լավն է, սիրով խորհուրդ եմ տալիս, որպեսզի անպայման ունենաք խոհանոցում, եթե կհիշեք նախորդ գրումների մեջ ասեցի, որ ունենք ակցիա այս լվացքի փոշների վրա, որոշեցի եւս մի հատ վերցնել, թեև նախորդը չի վերջացել, բայց դե լավ գիներ, չփչացող ապրանք է, վերցեցի տունե թողնինի շարքից 800 գրամ է, բայց հավասարազոր է 3 կիլոգրամին, փոշների մասին շատ եմ խոսել, այսօր եկեք դա բաց թողնենք։ Ուրեմն ինչ ունենք այստեղ։ Այստեղ ունենք այնպես ամեն ինչքան անհարմար է դրված։ Հեռախոսի դիրքը փոխել եմ, որպեսզի հարմար լինի YouTube-ին, բայց հարմար չի ինձ։ Լավ, տեսնենք, այս անգամ այսպես նկարենք, մյուս անգամները կորոշենք։ Ուրեմն ջրային հիմքով այսպիսի ցողաշիթեր, սիցիլիական բերգամոտ եւ այստեղ ինչքան անհարմար է եւս երկու հոտ, մեկը աստարավիթին վարդի, որտեղ է գրված վարդ եւ սանդալ, եկեք չգիտեմ ես ինչ պիտի լինի, հələ մի րոպե։ Ոյ հետաքրքիր հոտ է, վատը չէ, բայց հետաքրքիր է դուր կգա արդյոք պատվիրատուին, որովհետև հատուկ շեշտեց, որ չի սիրում պարֆումացված հոտեր, բայց սա ավելի սանդալ ունի իր մեջ, պարֆումի կողմ է գնում, այս մեկը դարչինով է, սա էլ քաղցրոթավես հոտ է, բլսին եւ դարչին, արտիկուլները պետք էր ասել 3334-ս մեկն է, սիցիլիական բերգամոտը 3333 եւ վարդն ու սանդալը 3343 Սա այսպես են մեկնել է վերջում տեսնում եք այս մյուսն էլ սիցիլիական բերգամոտը, այնպես որ այսպես շատ հանգիստ պլավնի անցնենք առաջ, այսպիսի Lancelot շարքի դեզոդոր տղամարդկանց համար անտիպրեսպիրանտ տարբերակով արտիկուլը, որտեղ է արտիկուլը 150 մլ է, բավականին տարողունակ է, 0.5-07 սովորաբար ավելի փոքր են լինում, սա ավելի մեծ տարբերակ է եւ տարողունակ։ Այստեղ ունենք բոտանիկա շարքի սանդալով եւ վերբենայով բալզամը, որի մեջ ունի բիո յուղեր, վիտամինի կոմպլեքս B3, B5, արտիկուլը 200 մլ տարողությունը 10375 եւ ամինաթթուներով էլի վիտամինի կոմպլեքսով B3, B5, կանաչ թեյով եւ էվկալիպտով շամպուն։ Դե ինչ հոտ է գալիս, հա, նվիրելու եմ եւ այնտեղ տեսնում եք, հեսա դրան էլ կանդրադառնանք միջոց մազաթափության դեմ։ Չգիտեմ ինձ ինչքանով կօգնի, այս պահին շատ հաճելի հոտ ունի, կանաչ թեյ եւ էվկալիպտ, հավես հոտ ունի, ուրեմն անդրադառնանք այս միջոցին, յուղը, եկեք տեսնեմ ինչ տեքստուրա ունի, տեսնում եք դուք մի րոպե ես տեսնեմ, ավելի շատ ջրային հիմք է, ջրային հիմքով ինչ-որ երևի յուղերի պարունակությամբ, ուրեմն բիո յուղեր, վիտամինի կոմպլեքս E, F, ռոզմարին եւ ուսմա ունի իր մեջ, դե ռոզմարինը ինձ թվում է արդեն լսել եք, բավականին պոպուլյար է ու շատ խոսում են հատկապես վերջերս բլոգերներ, թե ինչքան ինքը լավ է մազերի աճի խթանման համար, արտիկուլ 10377, ուրեմն ինչ է ուզում ասել, այս պահին ունեմ շատ ուժեղ մազաթափություն, բայց նաեւ ունեմ եկաթի պակաս, հեմոգլոբինի ցածրություն, որը քիչ-քիչ արդեն կարգավորվում է, չգիտեմ ինչն է պատճառը, այդ անցումային փուլն է, օրգանիզմս դժվար տանում թե ինչ, բայց մազերը սկսել են կրկին շատ ուժեղ թափել։
Պատճառը կարող է լինել այն, որ հեմոգլոբինը ճիշտ է բարձրացել է, բայց դեռ ունենք խնդիր ֆերիդինի հետ եւ նաեւ այլ վիտամինների, դա դեռ փորձում ենք հասկանալ բժշկիս հետ, այնպես որ սա միջոցը ուղղակի կծառայի որպես լրացուցիչ միջոց խթանման, հա, նման դեպքերում, երբ որ ունեք մազաթափություն, պետք է հասկանաք, որ պետք է պարզել բուն պատճառը եւ ոչ թե ապավինել նման միջոցները, որովհետեւ նման միջոցները ուղղակի խթանում են, բայց եթե կա խորքային խնդիր, հատկապես վիտամինների պակաս կամ չգիտեմ, ինչ որ մի խնդիր օրգանիզմում, բնականաբար ոչ մի նման միջոց ձեզ չի օգնի։ Ես հասկացա, որ իմ շտատիվը ճոճվում է։ Ահա։ Մի խոսքով, ամեն դեպքում կփորձեմ որպես այսպես լրացուցիչ օժանդակ միջոց կօգտագործեմ 10377, նման բաների հետ այդքան էլ հավես չունեմ, բայց պետք է։ Նադը Ֆեդիա նադը։ Ուրեմն վերցել եմ օմեգա 3, սա արել եմ կատալոգի վերջին օրով, 11 կատալոգի վերջին օրով, այնտեղ քանի որ ունել լայք ու վիպի 70% զեղչ, որոշեցի օգտվել, քանի որ օմեգան արդեն էժանել, լայքով լրիվ ջրի գիներ գալիս եւ երկաթը եւս, այս բան դեռ շարունակում եմ երկաթը խմել, երկաթի հելաթային տարբերակն է վիտամին C-ով 60 կապսուլայի մեջ պարունակում, երկաթը դեռ այս ֆոնի վրա երկար կխմեմ, մինչեւ որ ֆերիդինս կհասնի գոնե 30-ից 50-ի։ Ուզում եմ ձեզ բացել ցույց տալ, բայց ինձ թվում է արդեն պատկերացնում եք թե ինչ է իր մեջ պարունակում, օմեգայի մասին էլի խոսել եմ, ինձ թվում է ավելորդ կամ գուցե ավելորդ չի հիշեցնել, թե ինչի համար է լավ օմեգան, օմեգան ձեր առողջ սիրտն է, ձեր նյութափոխանակությունն է, կանանց համար մազեր, մաշկ, խոլեստերինի կարգավորում, մի խոսքով պարտադիր միջոցներից մեկն է, որը պետք է յուրաքանչյուր կին ըստ իս, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, խմի, որպեսզի երկարաձգի իր գեղեցկությունը, եթե կարելի է նման միջոցներ երկարաձգել, ինչու ոչ։ Ուրեմն սա օմեգայի լավագույն տարբերակն է, ինքն իր մեջ պարունակում է օվկիանոսային ձկների օմեգա, այստեղ տեսնում եք EPA եւ DHA եւ երկու կապսուլ բավականին նորմալ դոզա է լինում, քանի որ նախորդը 2 հատով եմ խմել, այս մեկը երևի թե կխմեմ մի հատով, որպեսզի կարողանամ երկարաժամկետ ընդունել, ուզում եմ երկարաժամկետ ընդունել ու չընդհատել, բայց խմել նորմալ չափավոր դոզաներով, քանի որ նախորդ անգամ երկար ժամանակ չէի խմել, երկար ժամանակ ասած եմ, մոտ 2 ամիս չէի խմել, որոշեցի միանգամից մեծ դոզայով 2 հատով խմել։ Մի խոսքով, սա այսպես արտիկուլ չեմ ուզում ձեզ ասացի, թե չէ 1568, այս կատալոգում մի քիչ թանկ է, բայց եթե ունեք կտրոններ, կարող եք էլի բավականին հարմար գնով վերցնել, եթե պահեստում լինի, չգիտես ինչին շատ արագ սպառնում է պահեստում եւ երկաթն էլ բնականաբար ինչպես նշեցի խմելու եմ, շարունակել եմ խմել, ուզում արտիկուլը ձեզ համար կտնել 1637, երկաթը խմում ես պահին 2 հատով, ունաբերում է երկաթը խորհուրդ կտամ խմել միայն անալիզներ տալուց հետո, ես ձեր բժշկի հետ խորհրդակցելուց, քանի որ գիտեք վիտամինների պակասը վատ է օրգանիզմի համար, ինչքան վատն է պակաս, այնքան էլ ավելցուկը կարող է աղետալի լինել, այնպես որ եղեք խնդրում եմ շատ ուշադիր եւ հատկապես երկաթը մի խմեք ուղղակի նաուգարդ, ինչպես ասում են կանխագուշակումներով դիմեք բժշկի, տվեք համապատասխան անալիզներ եւ նոր խմեք։ Մի խոսքով անցանք առաջ եւ այստեղ ունեմ լավ շարքի ձեռքի կրեմ, շատ լավ առաջարկով էր տալի ու քանի որ մոտենում են արդեն ցուրտ եղանակները, կարծում եմ տունը թողնինի շարքից է, հա, պետք կգա, մենք մի անկյունում կօգտագործեմ կամ կնվիրեմ։ Եվ քանի որ պատրաստում ենք սեպտեմբերին ու հենց պատվերի նախօրեին վերջացավ կրեմս, օգտագործում եք կրեմ սառույցը, որը հիմնականում ամառներն եմ վերցնում, հասկացա, որ բնականաբար իրեն չեմ ուզում օգտագործել, քանի որ այդ կրեմը օգտագործում եմ միայն այդ սեզոնին, շոկ սեզոնին, երբ որ ոչ մի տեսակի կրեմ ուղղակի, չգիտեմ, մաշկս չի հանդուրժում, բայց քանի որ մոտենում է սեպտեմբերը, որոշեցի վերցնել իմ սիրելի գարդերիկան, ցերեկային կրեմը, գիշերային դեռ չեմ վերցնի, երևի թե տեսնենք մի քիչ ավելի ուշ, քանի որ գիտեք գիշերայինը սովորաբար իր կոնսիստենցիայով ավելի ծանր է լինում, չգիտեմ հիմա ոնց կտանի մաշկս, այնպես որ կբավարարենք սրանով, սա շատ լավ միջոց է, 40+ է, ես առհասարակ շատ սիրում եմ ու 1550 է արտիկուլը, 70%-ների մեջ է հայտնվել, հուսամ դուրս չի գալիս, այլ վերաթողարկում է, շատ կտխրեմ ու կլացեմ, եթե ինքը դուրս գա արտադրությունից, չնայած հաստատ եթե դուրս գա ինչ-որ մի բանով կլրացնեն։ Եվ այստեղ տեսնում եք լավագույն
նույն շարքի գարդերիկա շարքի փրփուրը լվացվելու համար, որ ինձ համար շարունակում է մնալ լավագույնը, այս բանին օգտագործում եմ իմ էլի մեկ սիրելի շարքերից մեկի գելը, որի անկեղծ եմ ասում չեմ կարողանում լեզու գտնել, ամեն դեպքում ինձ լավ չեմ զգում, վերջին արդյունքը ինձ դուր չի գալի, այս սյուլի մասին է խոսքը, թեև աղջիկները շատ գոհ են, բայց ամեն դեպքում խիստ անհատական են նման միջոցների, հա, չենք կարող ասել, որ վատն են, քանի որ եթե մի բան քեզ կամ քո մաշկին հարմար չի նշանակում, որ ինքը վատն է, հա։ Մի խոսքով դա եմ օգտագործում, բայց այդքան էլ էսպահին դուրս չի գալիս, չգիտեմ, գուցե եղանակն է, գուցե մաշկիս լավ չեմ ուզում մեղավորներ փնտրել, բայց ամեն դեպքում էսպահին հարմար չի, դա նույնիսկ փորձեցի դարձնել փրփուր տարբերակով օգտագործել 1555-ի արտիկուլը Ինչևէ երկար այսպես փորձում էի անտեսել, բայց զգում եմ, որ արդեն անհնար է եւ նորից վերցեցի գարդերիկան, դեռ ասյուլի գելը բավականին քիչ եմ օգտագործել, երևի թե կես էլ չի հասել, բավական տարողունակ է իմաստով չեմ կարող ոչինչ ասել, բայց այս պահին ինձ հարմար չի, գուցե հետո անդրադառնում հարմար լինի, արտիկուլը սրա 1555, ես էլ բավականին լավն է, շատ լավ երկար կօգտագործեմ, ինչեսնեմ, որ շարքը 40+ է, ուրեմն ունեմ այսպիսի մատիտ 411-32 անկեղծ պիտի ասեմ շատ լավ մատիտներ են, քանի որ սա փակված է, բերել եմ իմ ուղղից ցույց տամ, իրան կարելի է շատ հեշտ, հանգիստ, որպես շրթներ կա օգտագործել, շատ լավ, շատ երկար, մնում է հանգիստ, եւ միակ խնդիրը, որ ես իր հետ ունեմ, դա սրելն է, քանի որ ոչ մի կերպ չեմ կարողանում կարելի է աստղի սրիչը փորձեմ սրել, մոտերքում էր, ասեցի գուցե իմ սրիչից հա որ չեմ կարողանում հասկանալ այն պահը, երբ պիտի դադարեմ սրելուց ու քանի որ ինքը շատ փափուկ է, շատ հեշտ է ծայրի մասը, այսպես գնում փչանում է, երևի, օй, տեսեք, ահա, խնդրեմ, երևի մեծագույն մասը փչացրել եմ, շատ փափուկ է, փչացրել եմ հենց սրելի ընթացքում, ահա, խնդրեմ, Սա իմ միակ խնդիրն է իրանց հետ, եթե կարողանում եմ, բախտս բերում եմ, մի հատ լավ արսրի կարա սրես, որ չջարդվի շատ փափուկա ծերը։ Խնդրենք աստղիկին գուցե իր մոտ ստացվի, այդ գործով զտահենք իրեն։ Մի խոսքով, եթե կարողանում եք գլուխ անել, ասեմ, որ շատ լավն են, իմ միակ խնդիրը իրանց հետ սրելու պահն է, ուրիշ ոչ մի խնդիր չունեմ, տարբեր գույներով գալիս, շատ հարմար գին է։ Եվ այստեղ ամենավերջում մնաց ասյուլի պիլինգ դիսկերը, չեմ բացել, եկեք բացեմ հենց 3, այստեղ մոտերքում էի դրել, վերջացավ այս միտուփս ու ինչպես ասում են, վերջի մի հատիկներ մնացել, մինչև չպատվիրեցի ճանապարհին չէր ու արդեն չգիտեի, որ հաջորդ օրը հասնելու է, վերջին մի հատիկ, ոչ թե մի հատիկ, այլ զույգը չէի օգտագործում, հիմա եկեք սա բացենք, նայենք, պիլինգ դիսկեր են, հա, շատ լավ է, դուր դրան փակենք, աստղիկը սրեց, մի խոսքով, այսպես, ուրեմն ինչա իրանից ներկայացնում պիլինգ դիսկը, հա, մեր մաշկը յուրաքանչյուր 30-40 օրը մեկ ունի վերականգնվում է ինքնուրույն, բայց այդ մեռած շերտը դեմքից ինքնուրույնաբար հեռանալ չի կարողանում եւ մեզ պետք է միջոցներ, որոնք կհեռացնեն ու կազատեն մաշկը այդ եղջերացված շերտից։ Եղջերացած շերտը երբ որ երկար մնում է, դուք իրեն չեք հեռացնում, ինքը կարող է բերել դեմքի գույնի վատացման, մի խոսքով տարբեր տիպի ինչ որ փոփիկ բաների կարող են առաջանալ փակ կամեդոմներ, մի խոսքով լիքը վատ բաներ կլինեն, ամեն դեպքում ճիշտ է իրենց հեռացնել կարող եք ինչպես թթուների միջոցով, տարբեր պրոցեդուրաների, այնպես էլ պիլինգ գլորումների միջոցով, որոնք մեր ընկերությունը տարբեր շարքերով առաջարկում է, կարող եք օգտագործել սկրաբներ, բայց նման միջոցները ամենօրյա օգտագործման համար չեն, հա, շատ լավ միջոց է նաև պուդրան, ինչպես էր կոչվում աստված, էնզիմային պուդրան, այո, էնզիմային պուդրան, բայց քանի որ հիմա շատ շոկ է, արևը շատ է, մի քիչ էնզիմային պուդրան, այսպես չգիտեմ, ռիսկային է, քանի որ կարող է չափից ավելի վնասել, ոչ թե վնասել, այլ այնպես ինքը իդեալական մաքրում է, շատ խառը ստացվեցին մրգես, ինքը իդեալական կարող է մաքրել, բայց իրանից հետո մաշկը շատ անպաշտպան է դառնում ու կարող են հետագայում խնդիրներ առաջանալ, պետք է անպայման դեմքը 50 SPF-ով գոնե պաշտպանել, որովհետև նման դեպքերում, երբ որ եղջերացած այդ շերտը հեռանում է մաշկից, ինչ խառը պատմեցի ձեզ,
Եղջերացած շերտը, երբ որ հեռանում է մաշկից, բնականաբար մաշկը դառնում է ավելի բարակ եւ ավելի խոցելի։ Դրա համար անպայման, եթե նույնիսկ օգտագործում եք էնզիմային պուդրա, ուշադիր եղեք օգտագործեք SPF կարճ ասած։ Մի խոսքով, այս միջոցները ինչու են հիմա այսքան հարմար, քանի որ սեզոնին ես օգտագործում եմ տարբեր պիլինգներ, ընկերությունը տարբեր թթուներով առաջարկում է, բայց այս միջոցը ինչով է լավ, բայց պիլինգները, դա է ուզում ասել, որ պիլինգները այդքան նպատակահարմար չեն շոկ եղանակների համար, էլի արևի պատճառով, որտեղ կարող եք դրանից հետո մաշկը վնասել, այսինքն օգուտի փոխարեն մի բան էլ վնաս տալ։ Եվ իդեալական միջոց են այս դեպքում հանդիսանում պիլինգ այսպիսի դիսկերը, որոնք ահա թթուներով են։ Մի խոսքով բաղադրությունը այստեղ կտնեմ եւ սալիցինաթթուներ իրենց մեջ պարունակում, իրենց օգտագործումից հետո էլ պետք է, եթե հաջորդ օրը նախատեսում եք դուրս գալ տանից, անպայման SPF օգտագործել։ Մի խոսքով շատ լավ միջոցներ են, հիանալի ընտիր մաքրում եւ հեռացնում են եղջերացած թաղանթը եւ տալիս են դեմքին բարձրացնում են գույնը։ Մի խոսքով իդեալական արդյունք է տալի, մնացած ինֆորմացիան այստեղ կտեղադրեմ, այնքան խառը խոսեցի, չգիտեմ վերջում ինչ-որ մի բան կստացվի, թե չի ստացվի։ Այսքանը կարծես թե վերջ, այլ ոչինչ չմնաց, հիշեցնեմ, որ եթե ուզում եք օգտվել ընկերությունից, գրանցվել, ստանալ 20% զեղչ եւ նվերներ ձեր գնումների համար, հիշեցնեմ, որ բոլոր օգտակար հողմերի վիդեոյի ներքևում են, կարող եք ինձ գտնել ցանկացած սոցիալական հարթակով, իմ բոլոր կոնտակտները եւս վիդեոյի ներքևում կգտնեք։ Ես ես կարող եմ այդ հարցում օգնել։ Մի խոսքով, այսքանը լավ եղեք, բոլորիդ մաղթում եմ լավ օր եւ հաճելի գնումներ իմ սիրելի ընկերության հետ։